Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ քիչ անց մեր հյուրերի հետ խոսելու ենք շատ մի գեղեցիկ ու բարի թեմայի շուրջ։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ եւ Արհեստագործների միության մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ 3 մայիսի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ խաղաղություն միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսը։ Եվ այս թեմայի շուրջ մենք այսօր հրավիրել ենք այստեղ մեր հյուրերին, ես շուտով շտապ եմ ներկայացնել նրանց, Արման Անտոնյան, նկարիչ, բարի լույս, եւ Լիլիթ Մելիքյան, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն, բարի լույս։ Բարև ձեզ։ Շատ գեղեցիկ, բարի թեմայի շուրջ ենք հավաքվել։ Նախ շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեզ եւ մեր տաղավարում եք ցուցահանդեսի բացումից եւ բուրն աշխատանքային օր ունենալուց անմիջապես հետո եւ իհարկե պատմեք մեզ ցուցահանդեսի մասին եւ ինչ է առհասարակ իրենից ներկայացնում այս նախաձեռնությունը։ Ես արագ ասեմ, որտեվ հիմա հեռուստադիտողը նայում եմ, մտածում եմ Տերյան մշակութային կենտրոնը ուր, Արհեստագործների միությունը ուր։ Առաջին հերթին մենք ենք շնորհակալ հրավերի համար, որտեվ այս թեման իրոք արժի լուսաբանել, տարածել, որպեսզի մենք ամեն տարի ունենանք նորանոր երեխաներ մեր մրցույթին մասնակցող։ Տերյան կենտրոնը մի քանի տարի առաջ ստեղծեց Արհեստագործների միությունը ու կարծես հենց ստեղծված պահից մենք սկսեցինք ակտիվ մտածել ինչպես զարգացնել կենտրոնը։ Երբ Տերյանն էր 25 տարի առաջ ստեղծվում, մենք չունեինք այդպիսի հստակ մտածելակերպ ոնց զարգացնել կենտրոնը, բայց հիմա մենք մեծացել ենք, արդեն գիտենք ինչպես ենք աշխատում, եւ Արհեստագործների միության նպատակն է ոչ միայն արհեստագործներին հանել միջազգային հարթակ ցուցադրել, նպաստել իրանց բարեկեցությանը, այլ նաեւ երեխաներին տանել իրենց արվեստանոց, որտեւ այն արհեստագործները, որոնք մեր կենտրոնում են, իրենք յուրօրինակ են, մի հատ են եւ արժի որ իրենց շնորհը փոխանցեն սերնդե սերունդ, հա, եւ մենք ուզում ենք որ մատաղ սերունդը այցելի մեր արհեստագործների արվեստանոցներ, որոնք հիմնականում նաեւ մարզերից են։ Ինչ արեցինք մենք։ Մենք սկզբից համահայկական հայտարարեցինք Հայաստանում այդ մրցույթը, մտածելով որ դե երևի մի 100-200 երեխա կդիմի։ Տարածվեց մրցույթը եւ մենք ունեինք 1000-ից ավել դիմորդ առաջին տարիներ եւ նայեք միշտ մտածում ենք որ վայրում անցկացնենք ում հրավիրենք ժյուրի շատ տարբեր որտեվ շատ ասելիք կա եւ ուզում ես ամփոփ անես այդ ամեն ինչը առաջին տարին մենք ընտրել էինք ոչ նկարիչների միությունը իսկ երկրորդ երրորդ տարին հստակ հասկացանք որ մայիսի 28-ը ֆիքսում ենք այս գաղափարի շուրջ խաղաղության եւ միշտ անում ենք նկարիչների միությունում եւ այսպես զարգացավ գաղափարը նաև հրավիրել օտար երկրներից, արտերկրներից ժյուրի անդամներին։ Նկարում են երեխաները մի թեմայով, որը այսօր աշխարհին պակասում է, եւ այսօր բոլոր երեխաները ուրախ են այդ թեմայի մասին մտածել։ Մենք ստանում ենք ամենատարբեր նկարները, մենք ինքներս ժյուրի չենք, այսինքն ես ժյուրիի անդամ ինձ չեմ դնում, որովհետեւ ես ստեղծողն եմ նախագծի եւ ես շատ ուրախ եմ այս նախագծի շուրջ հրավիրել մարդկանց, ովքեր միանում են կարծես եւ ամենակարևորը որ ստեղծվել է կայք, որտեղ ժյուրիի անդամները Ալբանի նկարիչներ դնում են իրենց շնորհը, նկարում ենք, ֆիլմ ենք սարքում, տեղադրում ենք մեր կայքում, որ այն երեխան, որը չի շահել, Հայաստան չի եկել, իր մրցանակը on-line է ստացել, բայց շատ է ուզում տեսնի, իսկ ինչ կարելի է անել այս մրցույթի արդյունքում, նաև վարպետության դասեր։ Ինչպես ենք մենք ընտրում ժյուրին, ամբողջ տարի մենք հայթայթում ենք, այսպես ասած, դրսում ապրող մեր գոլեգաների հետ կապեր, որոնց բերում ենք Հայաստան, որտեղ իրենք բացի 3 լինելու ժյուրի, այսօր պետք է նկարվեն եւ վարպետության դասը նկարվի, տեղադրվի կայքում, այսինքն մարդիկ ովքեր գալիս են 3-4 օրով, բավականին լուրջ աշխատանք են կատարում, մի քանի ժամ անընդհատ երեխաների համար նկարում են, ցույց են տալի իրենց շնորհները։ Մենք ընտրում ենք մարդկանց, ովքեր իրենց արվեստում յուրօրինակ են եւ նոր Արմանի հետ որոշում ենք, որ նաեւ արդեն պետք է ներգրավել մեր ժյուրիի մեջ օտար ազգերի նկարիչներին նույնպես։ Պարոն Անտոնյան, ինչպեսի զգացողություն ունեցաք, երբ տեսաք երեխաների նկարները եւ կար նկար, որ կամ կային նկարներ, որոնք որ ամեն շատ են տպավորել հենց ձեզ։ Գիտեք, 23 տարի Հայաստանում չեմ եղել։ Մեր երբ որ առաջի անգամ որ եկա այստեղ, այսինքն 3 օր առաջ, երեխեքին տենալով նկար
նկարիչ ասեմ, էլի, որտեղ իրանք երեխեքը իրական նկարիչներ են։ Նախ շատ դժվար եղավ մեր ընտրությունը, որտեղ սաղ երեխեքի գործերը յուրօրինակ են, շատ լավն են։ Հատուկ ինչ որ նկար ասեմ երեխեքի մեջ չէ, որտեղ լրիվ իմ համար հավասար են։ Ես նոր էի պատկերացնում, ուզում էի պատկերացնել, այսինքն դժվար չի եղել 3000 երեխաներից, երբ որ ասում եք, որ բոլորն էլ որ շատ լավն են եղել նկարները, ընտրել 1, 2, 3 հաղթողի, իսկապես շատ 8 8 երեխա, բայց 80 աշխատանքը ընտրվի, այսինքն 80-ը ընտրվեցին, 8-ը դարձան մրցանակակիր։ Նաև մենք ժյուրիով ունենք մեր համակրանքը եւ 10 երեխա էլ մեր համակրանքին արժանացավ նվերներ ստանալով։ Իրականում երեխաներին 3260 դիմում ենք ունեցել, բոլորին ուղարկվում է պատվոգիր, որովհետև իրոք ընտրություն անել հնարավոր չի, շատ դժվար է։ Եվ դու ընտրում ես, չես կարող ընտրել։ Ես օրինակ, եթե նայում եմ ձեր ընտրությանը, միշտ նայում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր են, չէ, որոշում, կարևորը մեծի ձեռք խառը չլինի, այսինքն դա երևում է նկարիչը, դա տեսնում է, որ այս շատ մանկական մտածելակերպ է, այստեղ չկա ինչ որ վրձնահարված եւ այլն։ Ես էլ եմ դա շատ կարևորում, որովհետև երեխան պետքա ինքնուրույն անի իր աշխատանքը, թեման հենց թե ինչ է երեխան խաղաղության մեջ տեսնում եւ ասեմ որ մենք շատ երկար չարչարեցինք ժյուրիում, չէ՞ որ ընտրությունը արվում էր on-line հարթակում։ Ժյուրին գալիս էր արդեն միջոցառումից 2 օր շուտ, իսկ ընտրությունը մենք պետք է անեինք շատ ավելի շուտ, ինչու, որովհետև մենք ընտրում էինք on-line հարթակում, տպագրում էինք երեխաների աշխատանքները տեքստիլ տպագրությամբ, այսինքն պատրաստում ենք նաև ցուցադրվելու համար այդ աշխատանքը եւ հետո այդ տեքստիլը մենք վերածում ենք հուշանվերի, որը որ շատ հետաքրքիր երեք նաև ներկայացվեց եւ կարծում եմ շատ-շատերին դուր եկավ, ծնողները եւ բոլորը ուզում էին ձեռք բերել այդ աշխատանքները եւ ինչ ենք մենք ստեղծել, աշխատանքը վաճառվում է միայն on-line հարթակում եւ դրամը ստանում է այն երեխան, որի հիմքում դրված է իր աշխատանքը, մենք սովորեցնում ենք այդպես, որ երեխան կարող է նկարելով վաստակի եւ չմտածի գնամ ինչ որ միտեղ աշխատեմ օտար մի բան անեմ իմ ցանկությունից այնքան որ մոտիվացիայի տանի լինեմ ուսուցումս վճարեմ վաղը մեսօրը այսինքն երեխային մոտիվացնում ենք որ քո շնորհը քեզ կարող է պիտանի լինել որովհետեւ մի քիչ առաջ ձեզ էլ էի ասում իմ համար շատ անհեթեթ է երբ նկարչությունը համարում են որ հոբի է մասնագիտություն չի որովհետեւ դա լավ մասնագիտություն է եւ ինքը շատ հետաքրքիր լուծումներ ունի երբ որ նաեւ ասեք արհեստագործին է միանում Ոչ միայն լավ մասնագիտություն է, այլ մեզ նման մարդկանց համար հիմք է հանդիսանում, որովհետեւ մեծ հաշվով Վիզուալը կառուցելու համար, նկարչությունը դա պարզապես մասնագիտություն չի, բայց այնուամենայնիվ մեր այն հեռուստադիտողների համար, ովքեր նոր են տեղեկանում նախաձեռնությունից եւ վստահաբար հաջորդ տարվա համար կուզեն դիմել, մրցույթը անցկացվում է մինչեւ 10 կամ 15 տարեկան երեխաների համար եւ ինչպիսին են չափորոշիչները երբ դիմել որտեղ գտնել մրցույթի հայտարարման մասին ցուցահանդեսը մինչև երբ կտևի որ գոնե այս տարի գան եւ ցուցահանդեսը կարծես թե ժամանակավոր ցուցահանդես է գործելու նկարիչների միությունում որը կարող են տեսնել ոգեշնչվել եւ առնվազն հաջորդ տարի դիմել Ցուցահանդեսը գործում է ընդամենը 1 օր Նկարները ցուցադրվում են կայքում Երեխաները բոլոր մասնակից երեխաները իրենց անուն ազգանունը Google-ում խփելով միանգամից կայքն են տեսնում այսինքն գալիս է կայքը եւ երեխան իր աշխատանքն է տեսնում Ստվերային մեր աշխատանքը շատ է որ այդ կայքը դառնա շատ հանրահրճակվի եւ մարդիկ գտնեն այս մրցույթը բայց ասեմ որ այն որ մենք անում ենք այս մրցույթը մշակույթի նախարարության հովանու ներքո շատ մեծ նշանակություն ունի որովհետեւ մենք հասարակական կառույց որպես չենք կարող այդքան շատ դպրոցների եւ միջազգային դպրոցների ներգրավել մեր մրցույթի մեջ, եթե մենք չունենանք նաեւ պետական հովանի, դա շատ կարեւոր է, որովհետեւ նաեւ պետության կողմից է նամակը հղվում օտար դպրոցների եւ դեսպանատներ, որպեսզի այս մրցույթը տարածվի։ Մրցույթը մյուս տարի կարծում եմ անպայման շարունակվելու է եւ մենք կներգրավենք շատ ավելի օտար ազգեր Ինչու, որովհետև ես հասկացա, որ անգամ
ազգերի մեջ մտածելակերպի տարբերություն եւ նմանություն կա, թե խաղաղություն գաղափարը, ես կուզեի, որ խաղաղությունը վաղը վերածվեր սեր գաղափարին եւ այդպիսի բոլորին հետաքրքրող գաղափարների շուրջ ստեղծագործեինք։ Իսկ կա հեռանկար, որ մրցույթը կարող է միջազգային ճանաչում ունենա ու մեր երկրի սահմաններից դուրս գնա։ Կամ օտար ազգիները ներգրավվեն արդեն այս մրցույթի մեջ, թեկուզ ժյուրիի տեսքով։ Գիտեք, երբ որ ես մտածում էի, բա ոնց ենք անելու, որ օտարազգի երեխաները նկարեն, բայց ստացվեց։ Հիմա մենք արդեն այս տարի 18 երկրից ունենք նկարիչ երեխաներ եւ բազմաթիվ օտար ազգի ներկայացուցիչներ։ Մյուս տարի կբերենք նաեւ մեր հայրի շնորհիվ օտար ազգի նկարիչների, որտեղ օրինակ Արմանը ամբողջ իր աշխատանքային գործունեության մեջ ցուցադրվում է ֆրանսիացի նկարիչների հետ միասին, աշխատում է ֆրանսիացի նկարիչներ, այսինքն մենք մյուս տարի կունենանք ֆրանսիացի նկարիչ, որտեղ ամեն հաջողված նախագիծ իր հետ բերում է նոր մարդ եւ կարծում եմ, որ ինչքանով որ զարգանում է Տերյան կենտրոնը եւ արհեստագործների միությունը, այդպես էլ կտանենք այս նախագիծը մեր հետ միասին շրջելու աշխարհով մեկ։ Շատ լավ է։ Շատ կարևոր գործունեություն եք ծավալում եւ ի վերջո հետաքրքիր են ձեր հույզերը, քանի որ դուք նշեցիք 23 տարի է Հայաստանում չեք եղել, ինչպես միացաք նախաձեռնությանը եւ ինչը դրդեց ի վերջո վերադառնալ եւ գալ Հայաստան եւ պատրաստվում եք արդյոք դա դարձնել հաճախակի թե ոչ։ Իհարկե։ Առաջի անգամ ուրեմն նախ ներկայացնեմ բացի նկարիչ լինելուց, ես ներկայացնում եմ հայ նկարիչների կենտրոն եւ հայ կերպարվեստի հիմնադրամի ներկայացուցիչ Ֆրանսիայում։ Անենց ստացվեց, որ հնարավորություն ունեցանք մեր ստեղի հայ նկարիչների հանդիպումը Ֆրանսիայում ու շարունակեցինք մեր շփումը այդ տեսքով։ Ի շնորհիվ իհարկե Խաչիկ Աբրամյանի նկարիչ ճանաչեցի, շատ ուրախ եմ, ճանաչեցի տիկին Լիլիթին Մելիքյան, երևի թե միջև իմ գնալը նորից ճանաչեմ, կկազմակերպեմ, կճանաչեմ որոշ մարդկանց, որը հնարավորություն կտա մեր Մենք միշտ ուրախ ենք ձեզ հայրենիքում տեսնել եւ անհամբեր ենք հաջորդ նախաձեռնությունների մասին լսել, հյուրընկալել ձեզ եւ քննարկել։ Շնորհակալ ենք ձեզ շատ, որ ժամանակ գտաք ու առավոտը սկսեցիք մեզ հետ ու այս գեղեցիկ թեմայով կիսվեցիք մեր եւ մեր հեռուստադիտողների հետ։ Շնորհակալություն շատ։ Մենք էլ ենք շնորհակալ հրավերի համար։ Մենք ձեզ նորից ենք սպասում այստեղ, այնպես որ կգաք ել։ Եվ սպասում ենք միշտ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվում ենք առաջ։ Այո։